Դուք անցնում եք մի շեմով, որտեղ մութ կիսալուսինը փակում է նախորդ գլուխը եւ լռությունը լցնում է ձեր սրտերի միջև ընկած տարածությունը։ Նման պահերին տիեզերական դադարը հուշում է. ժամանակն է վերանայել ձեր հարաբերությունները ինքներդ ձեզ եւ ուրիշների հետ, վերակենտրոնանալ եւ վերստին սովորել հավասարակշռություն գտնել։ Մենք կբացատրենք, թե ինչու է այս նորալուսինը անսովոր եւ ինչ կարող է բերել յուրաքանչյուր կենդանակերպի նշանի համար։ 2025 թվականի հոկտեմբերի նորալուսինը ավելին է քան պարզապես լուսնային ցիկլի պաշտոնական նորացում։ Դրա էներգիան շոշափում է այն ոլորտները, որտեղ անձնականը հատվում է կոլեկտիվի հետ։ Կշեռքը շեշտը դնում է երկխոսության, գործընկերության եւ գեղագիտական հավասարակշռության վրա, բայց ներկայիս տարանցումը հուշում է ավելի խորը վերլուծություն։ Ինչն է իսկապես նշանակալից ձեզ համար եւ ինչն է պարզապես սովորություն, որը պահպանվում է փոփոխության վախով։ Ավելին, երկնային կոնֆիգուրացիան ինքնին ստեղծում է հակասությունների նուրբ ֆոն, կա արդարության եւ միևնույն ժամանակ անձնական ինքնավարության պահանջ, եւ դուք կարող եք զգալ, որ այս երկու կարիքները պահանջում են փոխզիջում։ Սա ինքնաբուխ որոշումների ժամանակ չէ, այլ ռազմավարական վերանայման, հրաժեշտ տալով այն բանին, ինչը այլևս չի ծառայում։ Դուք տեղ եք ազատում փոխազդեցության ավելի հասուն ձևերի եւ նոր, ավելի ազնիվ միությունների համար։ Ինչ կբերի 2025 թվականի հոկտեմբերի 21-ի նորալուսինը բոլոր կենդանակերպի նշաններին, ճշգրիտ հուշումներ յուրաքանչյուր կենդանակերպի համար։ Խոյեր, կրակ, որը սովորում է լսել լռությունը։ Ձեզ համար սա այն ժամանակահատվածն է, երբ գործողության ցանկությունը հատվում է երկխոսության անհրաժեշտության հետ։ Դուք կարող եք հայտնաբերել, որ այն առաջընթացը, որին սպասում եք, պահանջում է ոչ միայն իմպուլս, այլև լավ մտածված հաղորդակցման ռազմավարություն։ Նորալուսինը կբացի պատուհան բանակցությունների համար։ Սա բարենպաստ պահ է աջակցություն խնդրելու համար, բայց դա արեք հարգանքով միմյանց սահմանների նկատմամբ։ Սիրո հարցերում հավանական են նշանակալի զրույցներ, որոնք կամ կամրապնդեն միությունը կամ կսահմանեն փոխազդեցության հստակ սահմաններ։ Ուշադրություն դարձրեք ցանկությունների ձևակերպմանը, որքան ավելի հստակ արտահայտեք ձեր կարիքները, այնքան ավելի կայուն կլինեն արդյունքները։ Ցուլեր, մեղմություն, որը ամուր արմատներ է գտնում։ Դուք կզգաք հարաբերությունների գործնական կողմերը եւ ֆինանսական անվտանգությունը ամրապնդելու անհրաժեշտությունը։ Նորալուսինը կարող է հուշել, թե որտեղ ներդնել ժամանակ եւ էներգիա երկարաժամկետ կայունության համար։ Սա բարենպաստ ժամանակ է տնային պայմանավորվածությունները վերանայելու եւ նոր ծեսեր ներդնելու համար, որոնք կվերականգնեն հարմարավետության զգացումը։ Զգացմունքային առումով հնարավորություն կլինի վերականգնել վստահությունը, եթե դանդաղորեն եւ առանց ինքնամեղադրանքի բացվեք։ Վստահեք աստիճանականությանը։ Այսօրվա փոքր քայլերը վաղը կապահովեն ամուր հիմք։ Երկվորյակներ, ձայն, որը փնտրում է կատարյալ ակորդ։ Ձեզ համար նորալուսինը արթնացնում է հարաբերություններում պարզության եւ սպասումների համաժամեցման անհրաժեշտությունը։ Առաջիկա օրերին ձեր ասած խոսքերը կունենան հետագծերը փոխելու ուժ։ Գնահատեք դրանք եւ ընտրեք կառուցողական տոն։ Դուք կարող եք ստիպված լինեք ընտրել տարբեր սոցիալական շրջանակների կամ նախագծերի միջև։ Փայլեք այնտեղ, որտեղ ձեր գաղափարները ուշադրության եւ աջակցություն են արժանանում։ Սիրո մեջ ավելի համարձակ եղեք ձեր զգացմունքները արտահայտելու հարցում, բայց խուսափեք մակերեսայնությունից։ Խորությունն այժմ ավելի արժեքավոր է, քան շփումների քանակը։ Այս ժամանակահատվածը բարենպաստ է հաղորդակցման հմտությունները բարելավելու եւ աշխատանքային կապերը հաստատելու համար։ Խեցգետիններ, ջերմություն, որը սովորում է կրկին ընդունել լույսը։ Նորալուսինը բարձրացնում է անվտանգության հարցը եւ այն, թե ինչպես է այն կառուցում ուրիշների հետ։ Սա ժամանակն է վերանայելու տնային առօրյան, բանակցելու խնամքի համաձայնագրերի շուրջ եւ ազատվելու ձեզ ծանրաբեռնող թաքնված պարտավորություններից։ Զգացմունքային անկեղծությունը կբերի թեթևացում։ Անկեղծ զրույցները, նույնիսկ դժվար լինելով հանդերձ, կապահովեն աճի հնարավորություն։ Բիզնեսում օգտակար է վերանայել պայմանագրերն ու պարտավորությունները արդարության համար։ Թույլ տվեք ինքներդ ձեզ հենվել սիրելիների վրա, չընդունելով միայնությունը որպես միակ ուղի։ Առյուծներ, նռության մեջ ճանաչում փնտրող շող։ Դուք պետք է հավասարակշռեք նկատելի լինելու ցանկությունը իսկական կապեր կառուցելու անհրաժեշտության հետ։ Նորալուսինը կլուսավորի այն հարաբերությունները, որտեղ ճանաչումը կարևոր է ոչ միայն հրապարակայնորեն, այլև անձնական կյանքում։ Հնարավոր է հնարավորություն առաջանա ձեր առատաձեռնությունը ցուցադրելու այլ կերպ, հետևողական գործողությունների միջոցով, այլ ոչ թե պարզապես աչքի ընկնող ժեստերի միջոցով։ Կարիերայի առաջարկները կարող են ավելի մեծ պատասխանատվություն առաջացնել։ Մտածեք, թե արդյոք պատրաստ եք ներդրումներ կատարել երկարաժամկետ նախագծերում։ Այս ժամանակահատվածում կայացված որոշումները կարող են ամրապնդել ձեր դիրքերը ինչպես սիրային հարաբերություններում, այնպես էլ մասնագիտական կյանքում։ Կույսեր,
Սրտի ճշգրտությունը, երբ ուշադրությունը դառնում է նվեր։ Նորալուսինը խնդրում է ձեզ ուսումնասիրել, թե որտեղ է պերֆեկցիոնիզմը խանգարում մտերմությանը։ Սա լավ ժամանակ է աշխատանքային եւ անձնական համաձայնությունները վերականգնելու համար։ Վերանայեք եւ վերացրեք այն ամենը, ինչը խոչընդոտում է արդյունավետությանը եւ հուզական բարեկեցությանը։ Հարաբերություններում պարզ եւ հոգատար ժեստերն այժմ ավելի հզոր են, քան ցանկացած տեսություն։ Եթե հետաձգել եք պարտականությունների կամ ֆինանսների մասին զրույցը, մի պահ պատկերացրեք անկեղծ երկխոսությանը։ Դա կբերի թեթևացում։ Ձեր տարածքի եւ ժամանակի աստիճանական օպտիմալացումը կստեղծի հանգստության հիմք ձեզ համար։ Կշերքներ։ Միության արվեստը, երբ մտորումները դառնում են նպատակ։ Դուք գտնվում եք այս նորալուսնի կենտրոնում։ Հավասարության, գեղագիտության եւ գործընկերության թեմաները խիստ ուսումնասիրության տակ են։ Սա հնարավորություն է ճշգրտելու, թե ինչպես եք լրացնում ուրիշների եւ հասկանալու, թե որտեղ պետք է ամրապնդեք ձեր դերը։ Եթե որոշեք անկեղծ զրույց ունենալ ռեսուրսների բաշխման կամ անձնական սահմանների մասին, այս զրույցները կօգնեն թեթևացնել լարվածությունը եւ ստեղծել ավելի ներդաշնակ միջավայր։ Ստեղծագործական նախագծերն ու համագործակցությունները մեծ ներուժում են զարգացման համար, հատկապես եթե գտնեք հավասարակշռված մոտեցում, որտեղ ուրիշների կարծիքների նկատմամբ հարգանքը համակցված է ձեր եզակիության հետ։ Փորձեք ուշադիր լսել, երբ խոսում եք, հավասարակշռությունը գլխավորն է։ Կարիճ։ Խորությունը վերածված լույսի։ Նորալուսինը խրախուսում է անկեղծ մաքրագործումը։ Դուք կարող եք բացահայտել հին հուզական կապվածություններ, որոնք պահանջում են անկեղծ ներողամտություն։ Սա հզոր ժամանակ է ներքին աշխատանքի համար։ Թերապիան, ստեղծագործական արտահայտությունը կամ խորհրդանշական ծեսերը կօգնեն ձեզ մշակել կուտակվածը։ Հարաբերություններում հնարավոր են ինտենսիվ վերելքներ եւ անկումներ։ Զգույշ եղեք վերահսկողության փորձերի հետ։ Դրանք միայն կերկարաձգեն գործընթացը։ Համատեղ ռեսուրսների հետ կապված ֆինանսական հարցերը կպահանջան խնամք եւ թափանցիկություն։ Եթե ձեր կիրքն ուղղորդեք ստեղծագործական ելքերի, դուք կգտնեք ոչ միայն ազատագրում, այլև նոր ուժ։ Աղեղնավորներ։ Քայլերով դեպի իմաստություն, երբ ճանապարհը պահանջում է հստակ կողմնացույց։ Նորալուսնի էներգիան ենթադրում է, որ ուղղության ընտրությունն ավելի կարևոր է, քան փախուստը։ Սա բարենպաստ ժամանակ է նպատակները վերանայելու եւ վերջնաժամկետների ու պարտավորությունների շուրջ համաձայնության գտնելու համար շրջապատի մարդկանց հետ։ Ճանապարհորդությունը կամ կրթությունը կարող են պահանջել ավելի ճշգրիտ պլանավորում։ Ձեր գաղափարները ձևավորում են, երբ դուք ապավինում եք իրական աջակցությանը։ Ձեր անձնական կյանքում ստուգեք, թե ինչպես են ձեր սպասումները համապատասխանում ձեր զուգընկերոջ ռեսուրսներին։ Անկեղծ զրույցը կօգնի խուսափել թյուրըմբռնումներից։ Այծեղջուրներ։ Հիմքի կառուցում, երբ պարտականությունը հանդիպում է զգացմունքներին։ Սա ժամանակ է, որ դուք համատեղեք պրագմատիզմը նուրբ բացության հետ։ Նորալուսինը կարող է հարցեր առաջացնել աշխատանքի եւ անձնական կյանքի հավասարակշռության վերաբերյալ։ Հնարավոր են պատասխանատվությունից բխող ինտենսիվ պահանջներ, որոնք կպահանջեն ձեզ կառավարել ձեր էներգիան։ Հարաբերություններում պատրաստ եղեք ցույց տալ խոցելիություն։ Դա թուլություն չէ, այլ վստահություն կառուցելու գործիք։ Այս ժամանակահատվածում սկսված ֆինանսական նախաձեռնությունները կպահանջեն ուշադիր նախապատրաստություն, բայց ունեն երկարաժամկետ հաջողության ներուժ։ Ջրհոսներ։ Մի միտք, որը միության միջոցով դառնում է իրականություն։ Դուք գտնվում եք կոլեկտիվ հնարավորությունների շեմին։ Նորալուսինը շեշտում է համագործակցության թեման եւ ձեր նախագծերի սոցիալական նշանակությունը։ Սա լավ ժամանակ է թիմերով աշխատելու եւ գտնելու գործընկերներ, որոնք կիսում են ձեր իդեալները, բայց պատրաստ են կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Ձեր անձնական կյանքում ձգտեք ազնվության եւ ազատության նկատմամբ հարգանքի։ Պաշտոնական խոստումներն այժմ ավելի շատ են գնահատվում, քան խոսքերը։ Ձկներ։ Երազանքներ, որոնք ձևավորվում են։ Նորալուսինը օգնում է ձեզ կառուցողականորեն ուղղորդել ձեր ինտուիցիան։ Երազանքներն ու ներքին տեսլականները ձևավորվում են, եթե դրանց տեղ եք տալիս ձեր ծրագրերով։ Սա լավ ժամանակահատված է ստեղծագործականության եւ նրբորեն հարաբերություններ կառուցելու համար։ Ձեր նուրբ ժեստերը հատկապես արժեքավոր են հիմա։ Խուսափեք պատրանքների մեջ ընկնելուց։ Հոգեվոր պրակտիկան կամ գեղագիտական հետապնդումները կհամալրեն ձեր ռեսուրսները եւ կօգնեն ձեզ պահպանել պարզությունը։ Եթե թույլ տաք ինքներդ ձեզ օգնություն ստանալ, կնկատեք, թե ինչպես են ձեր ներքին պատկերները դառնում իրական փոփոխությունների նյութ։